Չնայած նախընտրական շրջանում շատ եմ խոսել սրա մասին, բայց ելի այդ ձևաչափով էլ խոսելով 2025 թվականի մասին չեմ կարող չարձանագրել, որ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, երբ որ Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետևանքով մենք ոչ զոհ ենք ունեցել, ոչ էլ վիրավոր։ Այս ամենի էլի շատ ասված, բայց նորից ասելու արժանի փաստերից մեկն այն է, որ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը դադարել է եւ սկսել է ներդախտ։ 2025 թվականը առաջին տարին է, երբ որ կոവിഡ്ի տարին մենք չենք հաշվում, որովհետև կոവിഡ്ի տարին իհարկե վիճակագրական որոշակի շեղումներ է տվել, բայց 2025 թվականը սովորական վիճակում գտնվող առաջին տարին է, երբ որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արտագաղթի ըստ էության դադար ունենք եւ ունենք ներգաղթ, որովհետեւ 2025 թվականին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է Հայաստանի Հանրապետությունից մեկնած քաղաքացիների թվին եւ իհարկե սա նույնպես շատ էական է դարձնում 2025 թվականը Հայաստանի Հանրապետության կյանքում եւ պիտի արձանագրեմ, որ 2025 թվականը միանշանակ եւ աներկբա պատմական տարի է, որովհետեւ հենց թեկուզ են փաստերի արձանագրումով, որոնց մասին ես նշեցի, նրանք իհարկե 2025 թվականը հիշարժան են դարձնում Հայաստանի Հանրապետության պատմության համար, բայց շատ կարևոր է արձանագրել, որ ինքը ոչ թե առանձին վերցրած իրադարձություն է, այլ 2025 թվականին տեղի են ունեցել իրադարձություններ, կայացվել են որոշումներ, որոնք հետագայում կանխորոշելու են Հայաստանի Հանրապետության զարգացման հետագա ընթացքը եւ ելի ուզում եմ ընդգծել, որ դա առաջին հերթին կապված է խաղաղության հաստատման եւ հարակից պրոցեսների հետ։ 2025 թվականը Վաշինգտոնի հռչակագրով արձանագրել է TRIP նախագծի իրագործումը, որը շրջադարձային նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ողջ տարածաշրջանի համար եւ թույլ տվեք այսօր առավել եւս արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության պատերազմի կամ հակամարտության փակուղուց խաղաղության խաչմերուկ դառնալու գործընթացը տեղի է ունենում շատ տեսանելի տեմպերով։ Պիտի ուրախությամբ արձանագրեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի ունեցած խաղաղության գործարքը, ինչը խաղաղության խաչմերուկ նախագիծը դարձնում է առավել քան արդիական եւ իհարկե TRIP նախագծի շրջանակներում ուզում եմ հիշեցնել, որ այդ նախագծի կարևորագույն նրբություններից մեկը այն էր, որ բացվում են ոչ միայն հաղորդակցության ուղիները արևելքից դեպի արևմուտք, այլև հյուսիսից դեպի հարավ կամ հակառակ ուղղությամբ եւ պիտի արձանագրեմ, որ այս գործընթացը TRIP նախագիծը միանշանակ եւ աներկբա բացելու է նաեւ Պարսից ծոց Սև ծով հաղորդակցության ուղիները, ներառյալ նաեւ արդեն նրա մասին էլ բազմիցս խոսել ենք միջերկրական ծովի եւ Կասպից ծովի միջև հաղորդակցության ուղիները, որը ակնհայտորեն Հայաստանի Հանրապետությունը դարձնելու է խաղաղության եւ տնտեսության խաչմերուկ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար